Մի շատ կարևոր հարց կա, որի մասին ուզում եմ բաց անկեղծ ձեզ հետ խոսել։ Ինձ համար պարզ է, որ Ռուսաստանը Հայաստանին չի համարում գործընկեր պետություն։ Մեզ նայում է որպես իրենից կախված պետություն։ Նայեք, արգելեցին Հայաստանից ծաղիկների ներմուծումը, կոնյակի ներմուծման հետ կապված արգելքներ, խնդիրներ, ասենք Հայաստանից ծաղիկ այդքան ներմուծվում էր, 100 տարի կոնյակ էր ներմուծվում, այդ ինչ եղավ, որ միանգամից արգելքներ դրվեցին, ջերմուկի հետ կապված խնդիրներ, հայկական իշխանի հետ կապված խնդիրներ, էլի սպառնալիքներ, այս ամենը պարզ է, չէ, որ Ռուսաստանն անում է, որպեսզի իր ուզած հարցերը առաջ տանի, օրինակ նախընտրական այս վիճակում ինչու է նման բան անում, ես կարծում եմ դա անում է, որ կա այս նախընտրական փուլում մասնակցող Մոսկվայի նախընտրած քաղաքական ուժ, տեխնացու եւ արվում է նրանց օգտի համար։ Տեսեք, մեր տնտեսության մեջ կան ցավացող կետեր, զգայուն խոցելի կետեր, դրանց վրայով գնում են, որով ճնշում են առաջացնում իհարկե։ Եվ այս իշխանությունը այդ առիթից նաեւ օգտվում է։ Տեսեք ինչ է ստացվում։ Քանի որ կա Ռուսաստանի նախընտրած քաղաքական ուժ, տեխնացու, հենց արգելք է լինում, այս իշխանությունը ուրախանում է, անգամ իմ հոտ տպավորություն է, որ ամեն մի արգելք իրենց նվեր են համարում, այսինքն տպավորությունը որն է, այդպես էլ կա, որ քանի որ իրենց ընդդիմադիր ուժը Ռուսաստանի նախընտրածն է, ինչ են անում, օգտագործում են նրանց վնաս տալու համար, հարվածելու համար, ասելու համար, այ տեսեք, այս ձեր Ռուսաստանը սենց արգելքներ է դնում։ Եվրոպականը գնանք դեպի։ Եվրոպականի դեպքում էլ էլի նորից հույսեր, վախեր, ինչ են ասում, օրինակ տեսեք, կլինի որ այնպես ինչպես Ուկրաինայում Եվրոպա գնալու դեպքում, չգիտեմ, վիզաների ազատականացման հետ կապված մեզ անընդհատ հույսեր են տալի խոստումներ ու ոչինչ տեղի չի ունենում։ Ամենահետաքրքիրը, որ այս երկու պրո-եվրոպական ու պրո-ռուսական տարբեր որ ուժերը կան, նրանք էլ իրար դեմ դարձրել են ներքին պայքարի գործիք։ Օրինակ Եվրոպայի դեպքում ասում են այ կլինի այնպես ինչպես Ուկրաինայում։ Այս պրո-եվրոպականներն էլ հենց Ռուսաստանը արգելք է դնում, ասում են այ տեսեք, այս էլ ձեր Ռուսաստանը կախվածության մեջ են եւ այլն։ Հա, իմիջիալոց նաև ասեմ, այս իշխանության դեպքում էլ նրանք էլ պրո-ադրբեջանական են, հենց ադրբեջանականը, Ադրբեջանը անգամ մի շաբաթ լռում է, էլի ուրախանում են, օգտագործում են մեր դեմ, այ տեսակ, Ադրբեջանը ոչինչ չի անում եւ այլն, ու հանկարծ որևէ բան տեղի է ունենում, այս բոլոր ուժերը իրար մեջ օգտագործում են կողմնորոշումները իրար դեմ պայքարի համար, այսինքն ինչ է ստացվել, արտաքին կողմնորոշումը դարձել է ներքին պայքարի գործիք, իրար դեմ պայքարի գործիք։ Մինչդեռ իրականում պետք է մենք առաջնորդվենք Հայաստանի շահով, սա է լուծումը, Հայաստանի շահով առաջնորդվելու դեպքում, տեսեք ես ոնց եմ մտածում, ես օրինակ լինեմ, ինձ համար ամենակարևորը իմ երկրի օգուտը որն է, ես չեմ կարող իմ հարաբերությունները փչացնել այս պահին Ռուսաստանի հետ, եւ դա իմ շահից չի էլ բխում, չեմ կարող նույնը անել Եվրոպայի հետ, որտեղ էլի մեր շահից չի բխում, պետք է ինչ անենք, ամեն տեղից վերցնենք մեզ համար օգտակարը, կարևորը, որը մեր շահերից է բխում։ Բայց այստեղ մի կարևոր բան կա, հա, նաև իհարկե չհրաժարվելով մեր պարտավորություններից, բայց այստեղ մի կարևոր բան կա, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք եւ չպետք է հանուն մեր երկրի ինչ որ կողմ բռնենք։ Եթե ինչ որ կողմ ենք բռնում ու ամբողջը դնում ենք այդ կողմի վրա, օրինակ Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա, չգիտեմ, Ադրբեջան էս իշխանության դեպքում ինչ է տեղի ունենում, մենք ամբողջ պատասխանատվությունը դնում ենք այդ կողմի վրա, օրինակ Ռուսաստան, եւ ասում ենք վերջ, Ռուսաստանն ամեն ինչի մեղավոր եւ այլն, բայց ժողովուրդ ջան, մենք ինքներս մեր հարցերը պետքա լուծենք, այդ երկրներից ամեն մեկը ունի իր շահերը այդ աշխարհակաղակական կենտրոններից եւ ինչ որտեղ բնական է, չէ՞ որ ամեն մեկը պետքա իր հարցերը առաջ տանի, բա ժողովուրդ ջան, մեր հարցերը ով պետքա առաջ տանի, այ հենց մենք, ես, Արման Թաթոյան, ես ղեկավարվում եմ բացառապես Հայաստանի շահով, իմ համար կարևորը Հայաստանի շահն է, իմ երկրին ինչ է պետք, այ այդպես էլ պետք է շարժվենք մինչև վերջ։ Իսկ մինչ այդ, ինչպես ասում են, ես առաջարկում ենք մենք մեր մայրերին, մեր քույրերին, մեր աղջիկներին, դուստրերին ծաղիկներ առնենք, նվիրենք, որ մեր նաև տեղական ծաղիկ արտադրողներին օգնենք, մեր ջերմուկը գնենք, մեր ապրանքը Միջև որ մեր բոլոր հարցերի լուծումները ստանանք, այ երբ լինի Հայաստանում Հայաստանի շահով շարժվող իշխանություն ու ղեկավար, այդ ժամանակ այս բոլոր հարցերը կլուծվեն, որտեղ մենք ամեն տեղից էլ ունենք կարևոր
հարաբերություններ, օգուտներ ստանալու, տալու նաև, այսպես է ձևավորվում հավասար գործընկերությունը։ Հունիսի 7-ին խնդրում եմ վստահեք մեզ, այս ամենը իմ գաղափարներն են, մեր թիմի գաղափարախոսությունն է։ Վստահեք, որ արդարությունը գա մեր երկիր։ Քվեաթերթիկ համար 6։ Շնորհակալություն։